Թուրք-ադրբեջանական տանդեմը տարբեր առիթներով դեռ շարունակում է շահարկել TRIP նախագիծը։ Մի դեպքում թուրքական ու ադրբեջանական կողմը դրա մասին խոսում են, չմոռանալով արտաբերել այսպես կոչված Զանգեզուրի միջանցքը, մյուս կողմից դրա կյանքի կոչվելը որպես նախապայման հնարավորություն կտա խաղաղության պայմանագրի կնքմանը Հայաստանի եւ Ադրբեջանի միջև։ Ներկայիս աշխարհաքաղաքական միջավայրում միջին միջանցքի կարևորությունը մեծանում է։ Զանգեզուրի միջանցքն ավելի կխթանի տարածաշրջանային կապը, Ասիան կապելով Եվրոպայի հետ, նպաստելով ավելի լայն տրանսպորտային, էներգետիկ եւ թվային ցանցերի ստեղծմանը, լիովին համապատասխանելով Ասիայի եւ Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական եւ սոցիալական հանձնաժողովի առաջնահերթություններին։ Գրեթե նույն ձևակերպումն է արել Թուրքիայի արտաքին գերատեսչության ղեկավարը, թուրքական խոսույթում կիրառվող Զանգեզուրի միջանցքը դիտարկելով շատ կարևոր երթուղի Թուրքիայի համար։ Մենք նաև համագործակցում ենք Եվրամիության հետ այս հարցի շուրջ։ Ադրբեջանի եւ Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրումը կնպաստի տարածաշրջանի բոլոր երկրների զարգացմանը։ Մենք շատ մոտ ենք դրան հասնելուն։ Ադրբեջանի եւ Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորումը տնտեսական օգուտներ ունի։ Քաղաքագիտական եւ փորձագիտական համայնքը սակայն նկատում է, որ օգոստոսի 8-ին Վաշինգտոնում փաստաթղթերի ստորագրումից հետո, հատկապես Մերձավոր Արևելքում Իրանի դեմ պատերազմի լարված իրավիճակի ֆոնին, գործնական քայլեր ակտիվացում այդ ուղղությամբ չի էլ նկատվում։ Մյուս կողմից փորձագետները չեն էլ հավատում, թե այդ ծրագիրը կյանքի կկոչվի։ Բանն այն է, որ ամերիկա-իրանական կողմի միջև հարաբերությունների կարգավորման առումով հավատ չկա, որ գործընթացը հալած յուղի պես կընդունեն կողմերը։ Եվ հետո ամերիկա-իրանյան բանակցային գործընթացում, եթե ծանր նժարի կողմը Իրանին ընկնի, ապա ամերիկացիները պետք է հաշվի նստեն Իրանի հետ։ Ամերիկյան սանիտարական կարդոն Իրանի շուրջ այս կոնֆիգուրացիայով TRIP-ը կյանքի չի կոչվելու։ TRIP նախագծի մասին երբ որ խոսում ենք, երևի արդեն կարելի է ասել RIP TRIP։ Ճնշումը եւ ներսից կա եւ դրսից կա, որը նաեւ իդեպ կազդի է տարածաշրջանի վրա, նաեւ Հայաստանի վրա կազդի։ Նիկոլ Փաշինյանն հիմա այլ տեսանկյունից է դիտարկում TRIP նախագծի իրականացումը։ Ներկայացնելով կուսակցության նախընտրական ծրագիրը, Փաշինյանն ասում է, թե նմանատիպ մեգանախագծերի կյանքի կոչվելը կարևոր է երկրների հեղինակության բարձրացման առումով։ Մեր երկրի անվտանգության խաթարումը աշխարհում ոչ մեկի կյանքում ոչ մի բան չի փոխում։ Գիտեք ինչու։ Որովհետև աշխարհում աշխարհի շատ քիչ մարդկանց կարիքներն են բավարարվում, օրինակ Հայաստանով անցնող ապրանքների միջոցով։ Եվ այս ներքաղաքական ճնշումը ստիպումը այդ երկրների, իմ խոշոր երկրների մասին է խոսքը, ղեկավարներին հոգ տանել այդ հաղորդակցության ուղիների անվտանգության համար, որպեսզի իրանք ներսում խնդիրներ չունենան։ Փորձագետները հիշեցնում են, որ Իրան-Հայաստան սահմանը դարերի կարմիր գիծ է։ Իրանական կողմը բազմիցս հայտնել է, այն խախտողներին ծանր եւ դառը ճակատագիր է սպասվում։ Եվ իրանական կողմից մեսիջներ են ստացվում, որ Հայաստանի հարևան երկիրը մտադիր չէ ԱՄՆ-ի հետ բանակցությունների նոր փուլ անցկացնել։ Իրանական կողմը հերթական անգամ նկատում է, ԱՄՆ իշխանությունները լուրջ չեն վերաբերվում դիվանագիտական գործընթացներին։ Սա ըստ փորձագետների եւս մեկ հիմնավորում, որ TRIP նախագիծը կմնա անիրականանալի ծրագիր, կնքելով իր մահկանացուն։ Նաիրի Մուրադյան, ժամը լրատվական։